իհարկե հիմնական խնդիրը դատական իշխանության մեջ է։ Դատարանը, քանի որ դատավորը որպես անկախ մարմին ինքը չի գործում եւ մեծապես կախված է այս պահին նախագահական ինստիտուտից, վաղը չեմ այսօրը երևի թե կախված կլինի վարչապետական կամ կայուն քաղաքական մեծամասնության ինստիտուտից, ինքը նաև արդեն իսկ կանխորոշված է, որ պետք է բավարարի նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը խափանման միջոցի հետ կապված, կամ պետք է որպես կանոն հաստատի մեղադրանքը, այսինքն մենք ունենք ոչ անկախ դատավոր, ոչ անկախ դատական իշխանություն, որը իր անմիջական ձևով դրսևորում է հենց խափանման միջոցների ժամանակ։ Իսկ ինչու խափանման միջոց որպես կալանք մասսայաբար է կիրառվում, որովհետև տեսեք, նախաքննության մարմնի համար, որպեսզի կարողանա քրեական հանցագործության ուղղությամբ քննություն իրականացնի բացահայտի, կալանքը օգտագործվում է որպես ճնշման միջոց։ Ճնշման միջոց, որովհետև անազատության մեջ մարդուն ավելի է համոզում, այսպես կոչված չակերտներով, կամ ճնշում գործադրում, որպեսզի նա տա ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ինքը տրամաբանորեն հակասության մեջ է գտնվում ընդհանրապես քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքին եւ անմեղության կանխավարկածի սկզբունքին եւ ապացույցների թույլատրելիության սկզբունքին, որովհետեւ ինքնախոստովանական ցուցմունքը Վիշինսկու ժամանակներում է կիրառվել, երբ որ կարող էր մարդը ասել, որ ես այս հանցագործությունը կատարել եմ եւ բավարար էր դա մեղադրանքը հիմնավորված համարելու։ Այդ պրակտիկան, այդ մոտեցումը ցավոք սրտի դեռևս հաղթահարված չէ։ Կան եզակի դեպքեր, երբ որ խափանման միջոց կալանքի միջնորդությունը դատարանի կողմից չի բավարարվում, բայց դա սովորաբար շատ քիչ է լինում եւ ինչպես նշեցի, ավելի շատ դատարանը բավարարում է միջնորդությունը, իդեպ նաեւ այդ միջնորդությունը քննիչների, որով պետք է հիմնավորեն օրինակի համար, որ անձը կարող է խուսափի նախաքննության մարմնից, կամ անձը կարող է նախաքննության մարմնից ճնշում գործադրի, կամ անձը կարող է գործով անցնող հնարավոր վկաների վրա ճնշում գործադրի, սրանք շատ կարևոր օբյեկտիվ հանգամանքներ են, որոնց արկայությունը պետք է քննիչը կարողանա հիմնավորի, նաև պետք է քննիչը անդրադառնա, որ այ ինչու մնացած խափանման միջոցները արդյունավետ չեն, եւ նոր ասի, որպես ծայրահեղ միջոց, իդեպ սա ծայրահեղ միջոց պետք է դիտարկվի, կիրառի, ուրեմն միջնորդում է կիրառելու կալանքը։ Նույնիսկ եմ կրկնում, որովհետև եթե դու չես անդրադառնում մնացած բոլոր խափանման միջոցներին հիմնավորելու համար, թե ինչու չի կարելի, իսկ կալանքի դեպքում պետք է անպայման հիմնավորես, թե ինչու համար պետք է դա կիրառվի, իրավունք չունի դատարանը բավարարելու, բայց եթե դատարանը բավարարում է ակնհայտ անհիմն ապօրինի, նույնիսկ կարող եմ ասել, միջնորդությունը, ըստ էության ինքը հանդես է գալիս նոտարական վավերացնողի դերում, ինչի համար, որպեսզի ինքը աշխատում է, որպեսզի ինքը նպաստի կամ աջակցի նախաքննության մարմնին, որը ըստ էության իր ապօրինի այդ գործելակերպը մոտեցումը դատարանի միջոցով իրավական ուժ է տալիս։ Որպես կանոն բռնությունները կատարվում են ոստիկանության բաժանմունքներում, մինչև պաշտոնապես ուրեմն անձի նկատմամբ ձերբակալման մասին որոշում կայացնելը։ Այսինքն պրակտիկան այսպիսին է, անձը բերման է ենթարկվում ոստիկանության բաժին շատ ավելի շուտ, ասենք 7 ժամ առաջ կամ 4 ժամ առաջ, իրականում վարչական բերման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Բայց ունենք բազմաթիվ փաստեր, երբ որ ասենք թե նույնիսկ ասենք առավոտյան անձին բերման է ենթարկում ոստիկանության բաժին, բայց իր նկատմամբ եւ այդ ամբողջ ընթացքում գտնվելով ոստիկանության բաժնում նրա նկատմամբ պաշտոնապես ձերբակալման մասին որոշումը կայացնում է երեկոյան ժամը 11-ին, այսինքն 12 ժամից առավել նա կարող է գտնվել ոստիկանության բաժնում։
Այսինքն այդ ժամանակ է հիմնական ճնշումները հոգեբանական, ֆիզիկական, այդ նաև միշտ ասեմ հարազատների նկատմամբ նույնպես ուղեկցվում է հարազատների նկատմամբ ճնշումները։ Նպատակը, որ մարդը իրապես ասում եմ, դա ինքնախոստովանական ցուցմունքներ, նյութերը նախապատրաստում է, ձերբակալման որոշումը կայացում է, ուղարկում է քննիչին։ Հիմա ԶՊՎ-ում որպես կանոն մենք տեսեք ԶՊՎ մոտ գործելիս նրա վրա կա վնասվածքներ, որ արձանագրում է, բայց սա չի հանդիսանում քննության առարկա եւ այդ փաստով քրեական գործեր, հա, շատ քիչ հարուցվում է, այն էլ որպես կանոն այդ հարուցված քրեական գործը հետո կարճվում է հանցակազմի բացակայության կամ չհիմնավորման հիման վրա։ Քրեակատարական հիմնարկներում շատ քիչ է լինում, որ անձի նկատմամբ, երբ որ խափանմնչոց կիրառել են կալանք, բռնություններ գործադրվեն, նկատմամբ նախաքննության փուլում։ Սովորաբար ես ասեմ, լինում է այնպես, որ այդ ձերբակալման ընթացքում եւ մինչեւ ձերբակալումը անձը, երբ որ տալիս է ցուցմունքներ, փոխում է կալանքի մեջ գտնվելու ժամանակ, որովհետեւ այնտեղ արդեն ոստիկանության մարմինների կողմից ճնշումները որպես այդպեսին բացառվում են, որովհետեւ նա բոլորին այլ մարմին է։ Չնայած որոշ դեպքերում օպերատիվ, այսպես կոչված խողովակներով այնտեղ են փորձում համոզել, հոգեբանական ճնշումներ գործադրել, բայց որպես կանոն նույնիսկ կրկնում այնտեղ ոստիկանության կողմից բռնությունները նախաքննության մարմնի որպես այդպեսին կողմից չի կարող ասենք թե բռնություններ են։ Հիմա իսկ եթե լինում է, ինչպես Գասպարի դեպքում, սա արդեն անտրամաբանական է, ասեմ ինչի համար, որովհետև այն հիմքով, որի համար Գասպարիին նկատմամբ կիրառեցին խափանմնչոց կալանք, այնտեղ քննություն իրականացնելու անհրաժեշտություն չկար։ Այսինքն այս բռնությունը ոչ թե նույնիսկ նախաքննության տրամաբանությունից է բխում, այլ ուղղակի անձի նկատմամբ ճնշումներ գործադրելու իր քաղաքացիական եւ քաղաքական հայացքների համար։ Հասկանալի է, այսինքն խնդիրն այն չէր, որ ասենք թե ինչ որ պետք է գիտեք Գասպարիին մեկուսացնել, առանձնացնել, ազատազրկել, որպեսզի արդյունավետ քննություն իրականացնենք։ Չկա այդպիսի միտում, որտեղ են հիմքի համար, որի այն պատճառով կամ այն հիմնավորմամբ, որի արդյունքում նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց կիրառած, ինքը ընդհանրապես չէր կարող կիրառվել։ Հասկանալի չէ։ Այսինքն մենք այստեղ եզակի դեպք է, մեկ էլ եղել է նման պահ, ուրեմն հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ վերջի անգամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ Գևորգ Սաֆարյանը չի կարող ոստիկանության աշխատակիցի նկատմամբ ճնշում գործադրի կամ որտեղ հիմնական վկանները նրանք են, հա, ճնշում գործադրի, որով կարող էր ազդել նախաքննության վրա։ Գևորգ Սաֆարյանի իր 4 ընկերների հետ անցած տարվա ապրիլի ուրեմն 24-ից առաջ չէր կարող որևիցե ճնշում գործադրել կամ փախուստի դիմեր նախաքննության մարմնից, որտեղ արդեն իրանք համաձայնվել են, որ միջոցառումը այդ հանրային պետք է անցկացնեն քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքում։ Այսինքն, այստեղ մենք տեսնում ենք, որ օգտագործում է կալանքը որպես խափանման միջոց, ազատազրկելու միջոցով, մարդու նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, բայց զուգահեռաբար եւ Գևորգի եւ Վարդգես Գասպարի դեպքում մենք ունեցանք հետեւյալ փաստը, որ ազատազրկման վայրում քրեական հանցագործությունների մեջ կասկածվող անձինք, որոնք գտնվում են քրեական աշխարհի հսկողության եւ ազդեցության ներքո, օգտագործվեցին որպես գործիքներ, միջոցներ, հա, քաղաքական հայացքներ կամ քաղաքական դիրքորոշումներ ունեցող անձանց նկատմամբ, որոնք դիրքորոշումները հակառակ են իշխանությանը, դրանց նկատմամբ ճնշում գործադրելու եւ բռնություն գործադրելու նպատակով։ Սա էր հիմնական։ Պարոն Սարգսյանը, իմ վերջին հարցը երկու մասից է բաղկացած։ Առաջինը ինչ արդյոք իրավական ճանապարհով են շարժում կամ ինչ է դատաները ինչ են հաշվի առնում անձի նկատմամբ խափանման միջոցը ընտրելիս եւ երկրորդը ըստ ձեզ որ դեպքում կփոխվի այս վիճակը, ինչ անհրաժեշտ, որպեսզի դատարանները եւ քննիչները ավելի արդար Այստեղ ես քննիչների հետ դա բոլորին այլ կրթական հարց է, բացի այդ նաև քննիչներին պատասխանատվության ենթարկել է, երբ որ իրենք ոչ գրագետ իրավական տեսակետից ոչ գրագետ միջնորդություններ են ներկայացնում, որը պետք է քննչական մարմինների խնդիրը հանդիսանա, բացի այդ պետք է նաև
հսկող դատախազի անմիջական խնդիրը հանդիսանա, որը մենք չենք տեսնում։ Բայց եթե նույնիսկ ենթադրենք այդտեղ այդպիսի խնդիրներ կան, ապա դրանց լուծման միակ ճանապարհ, արդյունավետ ճանապարհը, որը կստիպի նրանց գործել օրենքին համապատասխան, դա դատական իշխանության անկախության ապահովումն է։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում։ Որովհետև տեսեք, Եվրոպական դատարանում հենց այդ գործերով բազմիցս Հայաստանի Հանրապետությունը պարտվելու, երբ որ դատարանը պետությունը պարտություն է կրում, այսինքն ճանաչվում է իրավունքը խախտած, ավելի ճիշտ է, եկեք այս տերմին օգտագործենք։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական դատարանում մարդու իրավունքի խախտումը, խախտում է, ուրեմն խախտած է ճանաչվում, հենց դատական իշխանության սխալների հետևանքով։ Այսինքն բուն մեղը դատական իշխանության անկախության բացակայության մեջ է։ Առանց սրա ապահովման մենք այս պրակտիկան անընդհատ կունենանք։ Մեր պրակտիկան վերջին գնահատականը ձեր ինչպիսին է։ Թեկուզ են Սուրիկ Խաչատրյան Մորտուևան ընտարում։ Չէ, գիտեք, պրակտիկան, եկեք sense ասենք, պրակտիկան այնպեսին է, որ ինքը նախ իհարկե ընտրողական մոտեցում է, երբ որ օրենքը ամբողջ իր խստությամբ եւ առանց բովանդակության, առանց հիմնավորման, ուղղակի օրենքի ռեսուրսները օգտագործում է որպես միջոց պատժելու համար հակառակորդներին, իր քաղաքական իշխանության հակառակորդներին եւ բացարձակապես ինքը չի կիրառվում կամ նույնպես բովանդակային պահը խեղաթյուրելով, հիմնավորումները աչքաթող առնելով չի կիրառվում համարժեք օրենքը իր ամբողջ ուրեմն խստությամբ։ Այսինքն մենք ունենք քաղաքական որոշումներ, ոչ թե իրավական որոշումներ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են անձի նկատմամբ կիրառվում իրավական ուրեմն լծակները։ Սա ամենամեծ աբսուրդն է եւ սա խոցելի է դարձնում թե դատական իշխանությանը, խոցելի է դարձնում թե իրավական համակարգին, խոցելի է դարձնում թե ուրեմն քաղաքացիներին, որոնք ուղղակի որպես զոհեր են հանդես գալիս նման քաղաքականության։ Այսինքն քաղաքականությունը եւ իրավական համակարգը պետք է իրարից տարանջատված լինեն։ Այսինքն մեր մոդելի հանգում ենք տարանջատման բացակայության, իշխանությունների տարանջատման եւ հակակշռման բացակայության։ Սա է պրակտիկան։